Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացման սկանդալին արձագանքել են աշխարհի տարբեր համալսարաններից 24 ցեղասպանագետներ։ Էդիտա Գզոյանի հեռացումը համարում են սարսափելի ազդակ ամբողջ աշխարհի գիտնականների ու պատմաբանների համար, որ ճշմարտացի հիշողությունը կարող է զոհաբերվել ըստ դիվանագիտական հարմարության։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության եւ գիտական ուսումնասիրությունների կենտրոն է, ժխտման եւ խեղաթյուրման դեմ պաշտպանական ամրոց։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները նշում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը Գզոյանի ղեկավարությամբ կարևորագույն գիտական աշխատանք է կատարել, որն ըստ նամակի հեղինակների նպաստել է ցեղասպանագիտության զարգացմանը ողջ աշխարհում։ Խստորեն կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը չմիջամտել ինստիտուտի ղեկավարմանը, կոչ ենք անում իշխանություններին հարգել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի անկախությունը եւ ապահովել, որ դոկտոր Գզոյանը կարողանա շարունակել իր գործը առանց քաղաքական ճնշման ու միջամտության։ Երեկ Հայաստանի վարչապետը հաստատեց ինքն է ցուցում տվել, որ Գզոյանը հեռանա գործից։ Պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրած ժողովածուն է։ Ամերիկյան մամուլի արձագանքը 1905-21 թվականներին Անդրկովկասի հայության նկատմամբ ազերիների ագրեսիայի մասին։ Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև դիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Իսկ մինչև այս հայտարարությունը կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել անձնակազմին ու ինստիտուտը կառավարող Հոգաբարձուների խորհրդին։ Նա հուշահամալիրի շինարարությունը լավ չվերահսկելն էր որպես պատճառ մատնանշել, ոչ թե այն, որ վարչապետն է հրահանգել։ Թանգարան ինստիտուտի ամբողջ անձնակազմը մինչև այսօր էլ ոչ աշխատանքային մթնոլորտում է։ Նրանք պահանջում են, որ լիազոր մարմնից, այսինքն նախարարությունից գան ու պարզաբանում տան ինչ է տեղի ունենում։ Գիտաշխատողներից Արման Խաչատրյանը գրում է. Անմեղ եւ ոչ սադրիչ արարքի համար պատժելով իր քաղաքական թիմի անդամ չհանդիսացող Գզոյանին վարչապետը նրան դարձնում է խավության նոխազ, ցույց տալով, որ ցանկացած ոք լինի գիտնական, պետական պաշտոնյա, համախոհ, հակառակորդ թե մեկ այլ անձ, եթե շարունակի խոսել Արցախի թեմայով, խիստ կպատժվի։ Ըստ գիտաշխատողի գիտությունն արտաքին քաղաքականության աղախինը չէ, Հայաստանի վարչապետը չունի իրավունք գրաքննելու որևէ գիտական հարց, որևէ գիտական հաստատության ներսում, քանի դեռ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Ոչ մի ճնշում տեղի չի ունենում, ակադեմիական աշխարհը, այսինքն այս հիմնարկը, այս հաստատությունը պետք է շարունակի իր աշխատանքը նույն հունով, ինչով որ աշխատել է, որով որ աշխատել է։ Այստեղ Արցախի բաժին կա։ Այո, այսինքն բոլոր բաժինները շարունակում են իրենց աշխատանքը, բոլոր գիտնականները շարունակում են իրենց աշխատանքը։ Ես ասում եմ բոլորը։ Թանգարան ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը գիտական հաստատության ուղղությամբ ճնշում չի տեսնում, բայց շեշտում է, ինքը պատրաստ է վարչապետի ուղենշած արտաքին քաղաքականությամբ առաջնորդվել։ Թաշչյանը գիտնական չէ, դիվանագետ է, վերջին տարիներին աշխատել է Փաշինյանի կաբինետում, ունի մեկ հեղինակային ոչ ակադեմիական գիրք, կոչվում է «Մեր անհաջողության պատճառների ու մարտահրավերների մասին», այնինչ չէին կարել 44-օրյա պատերազմից առաջ։ Վենց ամուսիններին պատմական ժողովածու նվիրելուց հետո ծայր առած այս աղմկոտ պատմությունը գիտական հանրության մտահոգության թեմա է։ Գիտությունն օրվա քաղաքականությանը ենթարկելը համարում են վերադարձ խորհրդային միություն։ Գիտնականը անաչառ պատմության կոչված անձնավորություն է, պատմական ճշմարտությունը պիտի հանի ջրի երես առանց քաղաքական կոնյունկտուրան հաշվի առնելու։ Խորհրդային տարիներին քաղաքական կաղապարների պատճառով շատ ու շատ պատմական իրադարձություններ կեղծվել են, շրջանցվել են, որոնց մասին չի խոսվել, կամ եթե խոսվել է գլխիվար շուռ տված։ Հիմա մենք փաստորեն, եթե քաղաքական կոնյունկտուրայով առաջնորդվենք, կնշանակի կվերադառնանք խորհրդային ժամանակվա քաղաքական կաղապարներին։ Այնինչ անկախության շրջանում վերջապես պատմաբանները ազատ գրելու հնարավորություն են ստացել եւ դա մեր մասնագիտական պարտքն է։ Պատմության ինստիտուտը երկար տարիներ գլխավորած Աշոտ Մելքոնյանը շեշտում է, սովետի ժամանակ էին գիտնականներին թեմաներ թելադրում։ 2020-23 թվականներին Արցախում տեղի ունեցածն, ասում է, էթնիկ զտում է ցեղասպանական գործողություն ըստ միջազգային դասակարգման եւ այդ ուղղությամբ հայ գիտնականները պարտավոր են աշխատել։ Մենք ուսումնասիրել ենք եւ Արևմտյան Հայաստանը, եւ ուսումնասիրել ենք Նախիջևանը, եւ Արցախ առավել եւս, որտեղ Արցախի պատմության ուսումնասիրությունը պատկերացրեք կազմել է մեր հետազոտությունների
առնվազն 1 քառորդ։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտը կառավարող Խոքաբարձուների խորհուրդն այժմ ձևափոխումների փուլում է։ Այս սկանդալից հետո հրաժարականի դիմում էին ներկայացրել խորհրդի մի շարք անդամներ, նաև նախագահը ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոն Գևորգյանը։ Ազատության տեղեկությամբ վերջինիս փոխարինելու է կրթության փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Նա քաղաքագետ է։